Մտածում ես ներդրումներ կատարելու մասին, բայց չգիտես որտեղից սկսել։ Արի հասկանանք, ներդրումների աշխարհ մուտք գործելու համար նախ անհրաժեշտ է կազմել բյուջե, իմանալ քո ֆինանսական մուտքերն ու ելքերը եւ խնայել ամսական եկամուտի 20%-ը։ Եթե արդեն խնայում ես, անցնենք առաջ։ Հստակեցրու նպատակդ եւ ռիսկի ախորժակդ։ Երկար թե կարճ ժամանակով ես ներդնում, իսկ ինչ նպատակով՝ կրթության, տան, թե երեխաներիդ բարեկեցության համար։ Պատրաստ ես կորցնել ներդրած գումարիդ մի մասը հանուն մեծ եկամուտի, թե նախընտրում ես կայունությունը, գուցե ցածր եկամուտով։ Նպատակ որոշելը կօգնի հասկանալ, թե որքան գումար է անհրաժեշտ ներդնել եւ ինչ ժամանակահատվածով։ Օրինակ, կարող ես սկսել ամսական եկամուտի 10%-ը ներդնելով։ Շատ կարևոր է, որ խնայողությունների մի մասով կատարես այնպիսի ներդրումներ, որոնք կարող է շատ արագ վերածել դրամի։ Ֆինանսիստներն առաջարկում են ձեռքի տակ ունենալ 3-ից 6 ամսվա համար անհրաժեշտ գումար, չնախատեսված իրավիճակների համար։ Կարող ես ինքնուրույն ուսումնասիրել, հետևել շուկային եւ որոշում կայացնել։ Ուրեմն արժեթղթեր գնելու համար դիմիր բրոքերին, այսինքն ներդրումային ընկերությանը կամ բանկին, ում միջոցով էլ կկարողանաս գնել քո ընտրած արժեթղթերը։ Եթե ժամանակը չի ներում ինքնուրույն ուսումնասիրելու ֆինանսական աշխարհն ու հետևելու տնտեսական նորություններին, ապա դիմիր ֆինանսական խորհրդատվության։ Կարող ես նաև դիմել հավատարմագրային կառավարման, ու քո գումարը կկառավարեն քո փոխարեն։ Իհարկե, նման ծառայությունը վճարովի է, չմոռանաս ստուգել դա, բայց ամեն դեպքում չմոռանաս համեմատել ծառայությունների պայմանները։ Վստահիր, բայց ստուգիր։ Մինչ ներդրումային առաջարկից օգտվելը համոզվիր, որ այն խարդախություն չէ։ Անպայման ստուգիր, թե արդյոք միջնորդ համարվող ֆինանսական կազմակերպությունը լիցենզավորված է կենտրոնական բանկի կողմից, իսկ արժեթուղթն էլ ցուցակված է, այսինքն գրանցված է Հայաստանի կամ օտարերկրյա բորսաներում։ Հիշիր, հաջող ներդրումը տեղեկացված ներդրումն է։ Խնայիր, կատարիր ներդրումներ, եղիր բարեկեցիկ։